Շնորհակալություն մեծարգո փոխոսնակներ, Եզրափակիչ ելույթը նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, արդյունավետ քննարկման եւ բավականին հետաքրքիր թեմաներ տալու համար, որպեսզի մենք հաջորդիվ դրանց ուղղությամբ աշխատենք։ Եզրափակիչ ելույթս ուզում եմ նվիրել մի քանի հարցերի պատասխանելու։ Իհարկե, այսպես կիսակատակ, կիսալուրջ ասեմ, որ Տիկին Ենգոյան ձեր ելույթի ժամանակ նշումներ եմ արել, բայց ինքս չեմ կարողանում վերծանել իմ ձեռագիրը, եթե ընթացքում հարցեր լինի, խնդրում եմ ինձ օգնեք, եթե ինչ-որ բան բաց թողնեմ, բայց մինչև ձեր ելույթին անդրադառնալը ուզում եմ Տիկին Խամոյանի բարձրացրած խնդրին անդրադառնամ ևս մեկ անգամ, Տիկին Խամոյան, ես մոռացա նշել, որ քաղցկեղի չարորակ նորագոյացությունների հայտնաբերման ծավալները մեծացել են, որովհետև իրականում հայտնաբերելիությունն է մեծացել, որովհետև տեխնոլոգիաներն են զարգացել եւ մենք հիմա ավելի շուտ ենք կարողանում հայտնաբերել քաղցկեղը եւ զբաղվել դրա բուժմամբ, այդ իմաստով դա որոշակի անդրադարձ ունի ստատիստիկայի վրա։ Ինչ որ այլ վտանգավոր բան տեղի չի ունենում, իրոք հայտնաբերելիությունը մեծացել է, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հանգիստ լինենք, մենք պիտի դրանով զբաղվենք, այո, խնդիրներ կան, այո, ամեն ինչ չի փոխհատուցվում այս պահի դրությամբ, բայց հիշենք, որ որոշ ժամանակ առաջ ընդհանրապես ոչինչ չէր փոխհատուցվում եւ առողջության ապահովագրության համակարգը ներդրվել է ընդամենը ամիսներ առաջ։ Հիմա բավականին հետաքրքիր հարցեր բարձրացրեց Տիկին Ենգոյանը, կներեք, մինչև այդ Պարոն Գրիգորյանի հարցին, նպատակային ուսուցման վերաբերյալ, այո, օրենսդրությամբ ամեն ինչ կարգավորված է, ես այդ օրենքի համահեղինակն եմ, բայց մենք խնդիր ունենք, բոլորը չի, որ հեշտությամբ համաձայնվում են առողջապահության նախարարության նշած վայրերում գնալ աշխատելու։ Դրանք կարող են լինել հեռավոր մարզեր, կարող են այնտեղ սոցիալական պայմանները չլինել։ Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք լուրջ քննարկումների դաշտ պիտի բացենք, որովհետև բացի օրենսդրական կարգավորումից Իմ կարծիքով մենք ունենք նաև սոցիալական երաշխիքների անհրաժեշտություն եւ կարծում եմ կրկին մի քանի գերատեսչությունների հետ պիտի քննարկումներ ունենանք։ Հիմա ինչ վերաբերում է, ինչ հիշեմ ասեմ, ինչը մոռանամ Տիկին Ենգոյան կասեք, էլի։ Նեղ մասնագետներին, որ ասում եք աստիճանաբար սկսում են նվազել, որովհետև խնդիր կա նրանց վճարման հետ կապված։ Տեսեք, ապահովագրությունը ինչպես է գործում, քիչ առաջ ասացի, բայց մի հատ նորից կրկնեմ։ Ապահովագրությունը սկսում է գործել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին այցելությամբ։ Եթե թերապևտը չի կարողանում լուծել առողջական խնդիրը եւ կարծում է, որ կա նեղ մասնագետի կարիք, ուղղորդում է այնտեղ։ Թերապևտին այցելությունը կամ ընտանեկան բժշկին փոխհատուցվում է, եթե չեմ սխալվում, 2 այցելություն, 4 այցելություն, 2 խորհրդատվություն կամ հակառակը անվճար։ Նեղ մասնագետի դեպքում, թե պոլիկլինիկայում, թե հիվանդանոցում գործում է համավճար։ Եվ հետևաբար նեղ մասնագետները այս առումով իհարկե կազմակերպությունն է որոշում, առավելագույնը պետության կողմից փոխհատուցվող գումարի կրկնակին, հա, հավելավճարի տեսքով պիտի լինի, ինքն է որոշում, նվազագույն պիտի լինի, առավելագույն պիտի լինի եւ այլն։ Այս իմաստով սա կա։ Երկրորդ տարբերակը Երբ մարդը առանց այդ սխեմայի ինքնուրույն որոշում է, որ ինքը ունի նեղ մասնագետի կարիք, սա վճարովի ծառայություն է։ Այսինքն այստեղ ապահովագրությունը գործ չունի, պետությունը դա չի փոխհատուցում, որովհետև ուղղակի մարդը զգում է, որ ինքը ուզում է այցելել այս ինչ նեղ մասնագետին, ինքը պիտի գնա, դա վճարովի ծառայություն է, թե պոլիկլինիկայում, թե հիվանդանոցում։ Օգտվելով արդյոք նաև քաղաքացիներին եմ ուզում սա ասել։ Այս իմաստով ես կարծում եմ, որ նեղ մասնագետներին կորցնելու անհրաժեշտություն մենք չենք ունենալու, որովհետև նրանք այնուամենայնիվ կարծում են, որ պատշաճ վճարվում են, իհարկե ծառայությունների համար վճարումների մասշտաբը կամ այսպես քանակը որոշում է գործատուն, կազմակերպության ղեկավարությունը, որքան կլինի այդ ծառայությունները, ամեն դեպքում առողջապահության նախարարությունը դրել է նվազագույն շեմ, որից ցածր որևէ բժիշկ չի կարող վճարվել։ Ինչ վերաբերում է ծառայությունների գներին, տեսեք, ծառայությունների գները մենք փոխել ենք միջև ապահովագրության ներդրումը։ Այսինքն մենք, երբ որ պետպատվերը սկսեցինք ավելի ընդարձակել օֆերտայի սկզբունքով եւ այլն, նաեւ բժիշկներին
վճարվող գումարները, ծառայությունների համար փոխհատուցումները նաև մոտարկեցինք շուկայական գներին։ Եվ ես սա համարում եմ մեր լրջագույն ձեռքբերումներից մեկը, որովհետև եթե հիշեք տարիներ առաջ բժիշկները միշտ այսպես բանակցությունների մեջ էին պացիենտների հետ, որ դե պետպատվերով այսպես լավ չի լինի ծառայությունը, վճարովիով ավելի լավ կվիրահատենք կամ ավելի լավ ձեզ կսպասարկենք, այդ բոլոր խնդիրներից խուսափելու համար մենք արդեն բարձրացրեցինք եւ մոտարկեցինք շուկայական գներին, որպեսզի մասնավորի հետ առանձնապես այսպես խնդիրներ չլինի եւ կարողանան մրցակցել։ Սա, տեսնեմ ուրիշ ինչ եմ մոռացել։ Նշեցի, որ եթե մարդը անմիջապես նույնիսկ պոլիկլինիկա չի գնում եւ ապահովագրության սխեմայով չի առաջնորդվում, գնում է անմիջապես հիվանդանոց, որտեղ վստահում է հիվանդանոցին, սա էլ ծառայությունը վճարովի է, ապահովագրությունը եւ պետությունը դա չի փակելու։ Միգրանտների մասին։ Տեսեք, դուք առաջարկում եք սահմանին դնել այդ անցակետերը, ես կարծում եմ դա ժամանակակից լուծում չի, որովհետեւ իմ տեղեկությամբ միգրանտները իրենց երկրից պիտի բերեն իրենց առողջության մասին կամ առնվազն վարակիչ հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին փաստաթուղթ, ինչը որ գործում է մեր դեպքում, այսինքն երբ որ մենք գնում ենք որևէ երկիր աշխատելու, սովորելու, երկարատև այնտեղ կեցություն ունենալու, մենք պարտավոր ենք այստեղից տանենք այդ թուղթը, որ մենք չունենք սուր վարակիչ կամ վարակիչ հիվանդություններ եւ չենք սպառնում իրենց քաղաքացիների առողջությանը։ Եվ այդ նույն սխեման գործում է նաեւ մեր երկրում եւ հետեւաբար անհրաժեշտությունը այդ անցակետերի քննարկելի է, կարող ենք քննարկել, եթե կարծում եք, որ ինչ-որ բան ենք բաց թողում, ինչ վերաբերում է տուբերկուլոզին, օրինակ ես արդեն տարիներ շարունակ հանդիսանում եմ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպության անդամ եւ մենք բավականին այդ տարբերակները քննարկում ենք եւ ասեմ անցակետերի թեման այդտեղ չկա, որովհետեւ ժամանակակից լուծումը դա է, երբ որ դու հատում ես քո երկրի սահմանը, դու պարտավոր ես այդ բոլոր թղթերը ունենալ բժշկական։ Ինչ վերաբերում է դեղերի գրանցմանը հեշտացնելուն, այո, սա քննարկելի թեմա է, բայց ես պիտի ասեմ, որ դեղերի գրանցումը արտադրողի իրավունքն է եւ մեր երկրում եվրոպական, ամերիկյան եւ ճապոնական արտադրողների համար դեղերի գրանցումը բավականին հեշտացված է, այն ավելի մեղմ ընթացակարգերով է ընթանում։ Եթե այդ շրջանակը մենք պիտի ավելի ընդլայնենք, իհարկե սա քննարկումների թեմա է եւ նաեւ ռեսուրսների թեմա է, որը մենք կքննարկենք եւ եթե դուք այնտեղ խնդիր եք տեսնում, դրանք եւս կլուծենք։ Եվ վերջում եզրափակելով պարոն Մանուկյանի հարցին կարծում եմ սպառիչ չպատասխանեցի, մեկ անգամ էլ պատասխանեմ։ Ինչ որ բան եւ իրար ճիշտ չհասկացանք։ Նայեք, պարոն Մանուկյան, Հայաստան ներմուծվող դեղերը, եթե նույն ընկերության արտադրանքն են Եվրոպայում եւ Հայաստանում, դրանք որակով չեն կարող տարբերվել։ Եթե մենք խոսում ենք նույն ազդող նյութի մասին, բայց տարբեր ընկերությունների, ասենք այն ընկերության դեղորայքը, որը դուք ներմուծում եք կամ գնում եք Եվրոպայում եւ ներմուծվում է Հայաստան, բայց այլ արտադրողի է, քիմիական ազդող նյութն է նույնը, կարող է լինել տարբերություն։ Բայց դիցուկ, չգիտեմ որ կազմակերպության անունը տան, որ գովաստ չհնչի, եկեք համարենք, որ գովաստ չի, ասենք Bayer ընկերության նույն դեղը Եվրոպայում եւ Հայաստանում որակով իրարից չի կարող տարբերվել։ Մնացած հարցերը կարծում եմ իրար հետ կքննարկենք։ Ես իրոք իսկապես շնորհակալ եմ բավականին հետաքրքիր քննարկման համար։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով միշտ է բաց եղել բոլոր քննարկումների համար, բոլորի հետ անխտիր, որովհետեւ առողջապահությունը բոլորինս է եւ որևէ մեկը ապահովագրված չէ որևէ խնդրից։ Ես էլ ուզում եմ հավաստիացնել, որ միշտ բաց եմ բոլոր կառուցողական քննարկումների համար։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։